սիրելի փոքրիկներ, Ողջույն սիրելի երեխաներ։ հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այս գուննագետ հեքիաթի սենյակը գտնվում է Դանելյան Art Studio-ում։ Սիրելի փոքրիկներ, այսօր պատրաստել ենք ինչպես միշտ շատ հետաքրքիր եւ իդեպ ձեզ շատ ծանոթ հեքիաթ, բայց մինչ այդ ներկայացնենք, որ այսօր Մեզ հետ է լինելու Նատալի։ Ողջույն։ Ողջույն։ ինչպես ես Նատալի։ Լավ։ Շատ ուրախ ենք, որ այսօր դու մեր հյուրն ես։ Ուզում ենք, որ մի փոքր ներկայացնես, քեզ պատմես քո մասին։ Քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում։ Շտով 10 եմ դառնում։ Որ դպրոցում, 156։ որերով դասարանում։ 4-րդ։ 4-րդ դասարանում։ Սիրելի փոքրիկներ, Նատալին հաճախում է Դիզակ մանկապատանեկան երիտասարդական կենտրոն։ Իսկ ինչ խմբակների ես հաճախում։ Նկարչություն պար։ Կեցես, իսկ սիրում ես նկարչությունն ու պարը։ Այո, դե բնականաբար, եթե հաճախում ես, ուրեմն սիրում ես։ Նատալի, իսկ որ առարկան ես ամենաշատը սիրում։ Կերպարվեստ։ Նկարչությունը, կեցես, մենք գտնվում ենք այս հրաշալի կերպարվեստի սրահում, տեսնում ես, քեզ շատ հարազատ մի միջավայրում։ Նատալի, իսկ հեքիաթների հետ ինչ կապեր ունես, սեր ունես։ Մի քիչ։ Մի քիչ, շատ չես ընթերցել։ Բայց ունես սիրելի հեքիաթ։ Անբան հուրին։ Անբան հորին, այո, շատ հետաքրքիր հեքիաթ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։ Ինչ որ բան ուզում ես պատմել քո մասին, ինչ մասնագիտություն ես ապագայում ընտրելու, ինչու։ Ես ուզում եմ նկարչուհի դառնալ։ Ամենաշատը, ինչպես հասկանում ենք, Նատալին սիրում է նկարչությունը։ Իսկ կա ինչ որ մի առարկա, որ չես սիրում։ Շախմատ։ Շախմատը։ Դե, այդպես էլ է պատահում, ինչ արած։ Ես նույնպես ոչ թե չեմ սիրում, այլ չեմ կարողանում խաղալ շախմատ։ Դե, Արևիկ, ասենք, որ այս ընթացքում նաև մեզ հետ լինելու է։ Դանելյան Art Studio-ի սան Շահանեն, ով կպատկերի ինքնաընտրած հերոսին կամ հերոսներին։ Սիրելի փոքրիկներ, ինչպես հաղորդման սկզբում ասացի, պատրաստել ենք ձեզ ծանոթ հեքիաթ, պատրաստել ենք մեր շատ սիրելի Ղազարոս Աղայանի Անահիտը հեքիաթը։ Ինչպես գիտեք, Անահիտը շատ ծավալուն հեքիաթ է։ Մենք չենք կարող այն ներկայացնել հեքիաթի սենյակում, այդ իսկ պատճառով ներկայացնելու ենք կրճատ համառոտ տարբերակը։ Պարտավիտ հակավորի որդին ընկերների հետ գնում է որսի։ Որսից վերադառնալիս մի գյուղի մոտով են անցնում։ Հասնում են աղբյուրին եւ տեսնում են, որ մի աղջիկ կուժն է լցնում։ Նրանք աղջկանից ջուր են ուզում, իսկ աղջիկը ինչպես իրենց հետևում, սկսում է սեթևեթել, ջրի գավն է ողողում, լվանում, հետո կրկին ողողում, լվանում եւ ջուրն ուշացնում։ Թագավորի տղան եւ իր ընկերներն ասում են. «Մի ձգձգիր, շատ ենք ծարավ, ջուրը տուր, խմենք»։ Աղջիկը թե ոչինչ, որսից եք գալիս, քրտնած եք, մի փոքր էլ համբերեք կխմեք։ Այստեղ թագավորի որդին մատը կծում է, ասում է. «Սա շատ խելացի աղջիկ է երևում, ինքն էլ շատ գեղեցիկ է։ Կարծես հուրի փերի լինի։ Այս աղջկա հետ եմ ուզում ամուսնանալ։ Ընկերները թե իսկապես խելոք լավ աղջիկ է, բայց քո հայրը համաձայն կլինի, որ նրա հետ ամուսնանաս։ Չէ՞ որ նա այս գյուղի տաղորացի աղջիկն է»։ Թագավորի որդին էլ թե սա է որ կա, ուրիշ աղջկա հետ չեմ ամուսնանալու։ Այդ ժամանակ թագավորն ուզում էր որդուն Վաչագանին ամուսնացնել մի ուրիշ թագավորի դստերի հետ։ Մի քանի այլ թագավորներ իրենք էին երազում իրենց դստերներին կնություն տային Վաչագանին։ Որոշում են Վաչագանին պսակել։ Իսկ նա թե իմը հացե գյուղում տավարացի աղջիկն է։ Ուզում եք ուզեք, չեք ուզում, ես ուրիշի հետ չեմ ամուսնանա։ Հայրն ասում է. «Զավակս, այ որդիս, ամոթ է, տեսնողը իմացողը, ինչ կասի։ Ես թագավոր, դու թագավորի որդի։ Տավարացի աղջկա հետ պիտի ամուսնանաս։ Ինչ անում են, չեն անում, Վաչագանը, թե չէ որ չէ, իմն Անահիտն է, հացե գյուղի տավարացի աղջիկը, ուրիշ աղջկա հետ չեմ ամուսնանալու»։ Ի վերջո ճարահատված թագավորն իր մարդկանց մեծամեծ նվերներով ուղարկում է հացե, տավարացի տուն։ Սա էլ թե ես դուք, ես էլ աղջիկս, ինքը գիտի։ Աղջիկը հարցնում է. «Թագավորի որդին ինչ արհեստի տեր է»։ Հարսանքախոսները զարմանում են. «Ինչ արհեստ, ուր որ է թագավոր պիտի դառնա»։ Աղջիկը թե չեմ ուզում։ Թագավորի մարդիկ մնում են զարմացած։
հետ են դառնում գալիս։ Լուրը հասնում է թագավորին։ Թագավորն է զարմանում, իսկ Վաչագանը թե շատ խելացի բան է ասել Անահիտը։ Կգնամ իր մոտ, ինքն իր արեստն ինձ կսովորեցնի։ Վաչագանը գնում է հացել, Անահիտը նրան գործել է սովորեցնում։ Այդ արհեստն Անահիտն ինքնուրույն է սովորել։ Հայրը միշտ դաստերից տարբեր խոտեր էր քաղում, բերում տուն։ Այդ խոտերից եւ անտառից բերած ճյուղերից կողովներ ու զամբյուղներ էր գործում։ Անահիտն էլ այդ խոտերի թուրբերով թելերը նետկում էր ու գորգեր գործում։ Այդպես նա գեղեցիկ գորգեր էր գործել։ Այնպիսի գորգեր, որ տեսնողի խելքը գնում էր։ Նա մի քանի ամսում Վաչագանին էլ գորգագործություն սովորեցրեց։ Դրանից հետո թագավորը մի մեծ պատրաստություն է տեսնում։ 7 օր 7 գիշեր հարսանիք են անում եւ Վաչագանին ու Անահիտին պսակում են։ Մի քանի ամսից թագավորը մահանում է։ Վաչագանը դառնում է թագավոր։ Այդ ժամանակ մի ուրիշ երկրի թագավոր զորք է հավաքում եւ գալիս կռվի Վաչագանի վրա։ Թե ինչու իմ աղջիկը այդ չամուսնացար։ Կռիվն սկսվում է, այդ զորքը հետ են մղում, բայց Վաչագանն ու իր ընկերները գերի են ընկնում։ Ժամանակ է անցնում, Անահիտը տեսնում է, որ Վաչագանը չի վերադառնում, բայց այդ մասին չի հայտարարում։ Իսկ երբ իրեն են հարցնում թագավորի մասին, ասում է. գնացել է տեսնի, ինչ կա չկա իր երկրում։ Վաչագանին եւ իր ընկերներին տանում են բանտ։ Դա այնպիսի մեր տեղ էր, ուր մարդկանց աշխատեցնում էին, ով արհեստ ուներ, պահում էին, ով ոչ սպանում էին, իսկ սպանվածի մսից գերակրում աշխատողներին։ Վաղուց գերի ընկածներին մեկը, ով գիտեր այդ մասին եւ ճանաչում էր Վաչագանին, թաքուն ասում է նրան. Միսը մարդու միս է, որ բերել, ասա ես միայն հաց եմ ուտում, միս չեմ ուզում, բայց այնպես կասես, որ հանկարծ գլխի չընկնեն, թե գիտես ինչ միս է, եթե գլխի ընկնեն, քեզ էլ կսպանեն։ Վաչագանն այդպես էլ անում է։ Երբ նրան հարցնում են, թե ինչ արհեստ ունի, ասում է, լավ գորգ եմ գործում։ Նրա ընկերներից մի քանիսին սպանում են, մի քանիսն իրենց արհեստն են բանեցնում։ Վաչագանն էլ սկսում է գորգ գործել։ Երբ գործում ավարտում է, գորգն ուրիշ ապրանքների հետ դնում են, որ տանեն վաճառելու։ Տանողը հարցնում է. այս գորգի գինն ով կարող է տալ։ Վաչագանը թե միայն Պարտավի թագավորի կինը, Անահիտը դրա արժեքը կհասկանա եւ գինն էլ կտա։ Այդ մարդն իր հետ վերցրած ողջ ապրանքը վաճառում է, գորգն էլ տանում է Անահիտի մոտ։ Անահիտը գորգը բացում է, որ նախշերը տեսնի եւ հասկանում է, որ դա Վաչագանի ձեռքի գործն է։ Տերնուտերը գլխի են գնում ամեն ինչ։ Գորգի վրա նախշերով գրված է լինում, թե Անահիտ, այսինչ ստեղում եմ, զորք հավաքի, արի ինձ ազատի։ Անահիտը նույն պահին վաճառականներին ձերբակալում է, նազիր վեզիրին կանչում, զորք հավաքում, գնում այդ քաղաքի վրա կռիվ եւ ազատում է Վաչագանին ու մնացած բոլոր բանտարկյալներին։ Նատալի, ծանոթ էր քեզ Անահիտը հեքիաթը։ Իսկ դիտել ես մուլտֆիլմը։ Չէ, կարդացել եմ մենակ։ Անպայման կդիտես, որովհետև շատ լավն է եւ հետաքրքիր։ Իսկ հեքիաթից ինչ որ մի բան հասկացար, միտքը ինչը քեզ դուր եկավ։ Որ պետք չի լինել Որ ես կարծում եմ այս փոքրիկ հատվածը, որ կարդացինք երեխաների համար, համառոտ տարբերակը, այստեղ հասկացանք ինչ, որ ինչ էլ մենք սովորենք մեր կյանքի ընթացքում, դա միայն մեզ օգնում է։ Չէ, տեսնում ես թագավորի տղա էր, կարող էր ոչինչ էլ չսովորել, որովհետև ամեն ինչ ուներ, բայց նրա այդ փոքրիկ շնորհքի շնորհիվ կարողացավ ազատվել բանտից։ Սիրելի փոքրիկներ, ուզում ենք հիշեցնել, որ այս ընթացքում մեզ հետ եղել է նաև Դանիելյան Art Studio-ի ուսաներից Շահանեն եւ տեսնենք, թե ում է պատկերել նա։ Սիրելի փոքրիկներ, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին ու ոչ միայն հեռուստաընկերությամբ, այլ նաև YouTube-ով գրելով Հեքիաթի սենյակը հետար կամ լատինատար։ Իսկ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, որը աջակցում է Հեքիաթի սենյակին։
Դե ինչ սիրելի փոքրիկներ, կարծում եմ ձեզ դուր եկավ մեր այսօրվա հաղորդումը։ Եկեք միասին ցտեսություն մաղթենք երեխաներին։ Ցտեսություն